Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստում կամավորները տեսակավորում և փաթեթավորում են սննդամթերքը զինվորներին ուղարկելու համար։ Հերթական օգնությունը Բելգիայից է։ Տեղի հայ համայնքի հանգանակության շնորհիվ համայնքի ներկայացուցիչներն Արցախում են և իրենց օգնությունն են բերել սննդամթերքի, հագուստի, անհրաժեշտ սարքավորումների տեսքով։ Եկել են զորակցելու Արցախի զինվորներին և ժողովրդին։ Կոչ ենք արել մեր ամբողջ հայ համայնքին, այդ թվում մասնակցություն են ունեցել Հոլանդիայից, Գերմանիայից, Ամերիկայից, Ռուսաստանից, Կորեայից անգամ դարձել ենք 1 հոգի եւ այսօր գտնվում ենք այստեղ մեր Սուրբ Հողում Արցախում եւ փորձում ենք աջակից լինել մեր հայ համայնքի հանգանակած գումարը ներդնել մեր բնակչության եւ բանակի ապահովության եւ բարեկեցության համար։ Բարեգործական կառույցը գործում է շուրջ 3 տարի։ Հանգանակվել է 10.005 եվրո։ 7 տարեկան երեխայի հանգանակած 5 եվրոն ամենամեծ օգնությունն է։ Հայ հայրենասիրությունը գենետիկ ուժ ունի, ասում է Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Martirosyan-ը։ Դրա համար այսօրվա 18-20 տարեկան երեխեքը մեր սերունդին գերազանցեցին։ Կատարյալ հերոս սերունդը։ Իրանցից հետո կրկնակի հերոս են ելնելու։ Ամենավորակովն են լինելու։ Պարքև Սրբազանը Ապեր Սարգսյանին ճանաչում է դեռ 92-ից, ծառայել է Շուշիի առանձնակի գումարտակում։ Անկախ գտնվելու վայրից այսօր նա նորից վտանգված հայրենիքի կողքին է։ Ես համարում եմ այս գործը պարտականություն, որովհետև ամեն մի հայ պարտավոր է լինելու մեր բանակի եւ մեր Արցախի սահմանների կողքին։ Ամեն մեկը մասնակցել է իր ներդրումով, այսօր ի շնորհիվ իրանց մենք կարողացել ենք այս մի փոքր ձևով մենք օգնություն հասցնենք մեր բանակին։ Բելգիայի համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր գործում։ Կազմակերպիչները համոզված են, որ բարեգործական կառույցը շարունակելու է իր աշխատանքը, ընդլայնելով աշխարհագրությունը։ Համախմբել ամբողջ աշխարհի հայությանը, ովքեր ինտերնետային կերպով կարող են փոխանցել գումարները եւ ապագայում եւս ներկայ են գտնվելու Արցախում եւ այդ ամբողջ գումարը հատկացնելու ենք որպես օժանդակ օգնություն մեր բանակին։ Բարեգործական ծրագրին միացել է նաեւ Սմոլենսկի մարզի հայ համայնքը։ Խոշոր գումար են բերել, որ կամենում են տալ կենտրոնացված ձևով, որ մենք դա նպաստ Արցախի, նպաստ մեր ժողովրդի եւ բանակի օգտագործենք։ Հայկ Աբրահամյանն իրապես հպարտանալու պատճառ ունի։ 2 որդիներն էլ Արցախում են ու իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ։ Ինչպես բոլոր ամայն հայությունը, այնպես էլ մենք իրավունք չունենք զերծ մնալու։ Այն ամենից ինչ կատարվել է ու կատարվում է այսօրվա դրությամբ Արցախում մեր աջակցությունը գումարի կարգով փոխանցենք ձեզ հանձինը Սրբազանին, Սրբազանը լավ գիտե, ինչ պդենե, ինչի պդենե ու երբ պդենե։ Անկախ գտնվելու վայրից հայը հոգու կանչով համախմբվել է Արցախի շուրջ եւ իր զորակցությունն է հայտնում սահմանին կանգնած զինվորին, հուսալով, որ համայն հայության ջանքերը կծառայեն նպատակին։ Բոլորս համախմբվել ենք մեկ նպատակի շուրջ։ Մեր արդար հարցը միջև վերջ տանելու եւ տանելու ենք։ Եվ բոլորից շնորհակալ ենք, թող Աստված մեզ միասին եւ միաբան պահի։ Գոհար Ռուստամյան, Բենյամին Ղարախանյան, օր։ Բաց աչքերով հրեշտակ, որ տեսնի ու բացառի վայրագությունները։ Իտալացի քանդակագործը Ստեփանակերտում 3-րդ օրն է աշխատում։ Լսել է, որ Արցախում պատերազմական գործողություններ են ու շտապել է այստեղ։ Նրա խոսքով բարոյական աջակցությունը եւս օգնություն է։ Più che entrare nelle questioni militari o politiche Իմ աշխատանքը նվիրված է խաղաղությանը, որ տեսնեն ու իմանան, թե ինչպիսի վիճակում ենք մենք աշխատել։ Այս արվեստի գործը մարդկանց հիշողության մեջ կմնա։ Այն խաղաղություն է բերել մայրերին եւ որդիներին։ Պոետները հենց գործով են ներկա լինում նման իրավիճակներում, այլ ոչ թե հեռուստատեսային շոուներով։ Մասիմո Լիպին 4-րդ անգամն է Արցախում։ 2012-ին այստեղ էր Վիգեն Ավետիսի հրավերով։ Հիմա քանդակում են այսպես խաղաղության կոչ անելով ագրեսորներին։ Հուսով են, որ քանդակներն Արցախը ճանաչելու եւ քարորյա պատերազմի մասին իմանալու եւս մեկ առիթ են լինելու։ Ծաղկի սպիտակն էլ խորհրդանշում է խաղաղությունը, կանաչը հույսը, կարմիրն էլ թափված արյունը։ Շատ հետաքրքիր էր։ Մենք մտածեցինք հրեշտակ քանդակել, բայց մի մարդ անցավ այստեղ մոտ եւ ասեց ոնց որ Սասուսի Դավիթը լինի։ Ես չգիտեի որ ինչ եմ քանդակում, ես քանդակում էի ինչ որ գալիս էր։ Պարզվեց Սասուսի Դավիթ եմ քանդակում ու քանդակը Սասուսի Դավիթն է, իմ կարծիքով այն հերոսը, որ այսօր մեզ շատ է պետք այդ հերոսները ու ես տեսնում եմ Սասուսի Դավիթներ այսօր գլուխ են բարձրացրել մեր սահմաններում ու դրա համար էլ
թշնամին Սաուսի Դավիթի դեմ ոչինչ չունի անելու։ Իսկ Արցախը ճանաչելու համար քանդակագործն աշխատանքի պակաս է տեսնում։ Ասում է, երբ Փարիզում ահաբեկչություն էր, սգում էր քաղաքակիրթ մարդկությունը։ Մեր պարագայում արձագանքները քիչ են կամ էլ ընդամենն արձագանքներ ու կոչեր։ Դրանից առաջ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հանրապետության անկախությունը։ Երբ որ պատերազմ չէր, մենք պետք է աշխարհին ներկայանայինք, վարկյան չկորցնեինք։ Մենք շատ քիչ աշխատեցինք։ Ցավալի է դա։ Հետևաբար աշխարհը ավելի քիչ է ցավակցում, քան ասենք ֆրանսիական։ Ֆրանսիան աշխատում է, երիքա մի օծանելիք գնես, վրան գրված է բանը, Made in France։ Դա երիքա որ մարդիկ հարգանքով լցվեն։ Իսկ մենք Արցախը, Հայաստանը շատ քիչ աշխատեցինք, որպեսզի դարձնենք նման արժեք կրող քրիստոնեության արժեքներ կրող պետություն ունենք, բայց շատ քիչ աշխատեցինք այդ ուղղությամբ, ցավոք։ Ապրիլյան իրադարձությունների մասին Իտալիայում տեղյակ են նաև քանդակագործների միջոցով։ Մասսիմո Լիպին ստեղծագործում է ու թղթակցում զանգվածային լրատվամիջոցների։ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմի մասին պատմել է նաև Հռոմի Պապին գրված նամակում։ Քանդակագործն ակնկալում է հեղինակավոր մարդկանց արձագանքը։ Ես գրել եմ, թե որտեղ եմ գտնվում եւ ինչ է կատարվում իմ շուրջը, բայց իմ հիմնական առաքելությունն է հեղինակավոր մարդկանց մոտ արտնացնել հոգու ձայնը, խիղճը, որպեսզի նրանք ուշադրությամբ հետևեն Արցախին։ Ես եկել եմ այստեղ, իմ արվեստն եմ բերել եւ իմ ուղերձն եմ հողում աշխարհին, որ աշխարհը տեսնի Արցախի պատերազմական վիճակը։ Մասսիմո Լիպին Արցախում մասնակցել է միջազգային սիմպոզիումների, ամուր թելերով կապվել մեր երկրին եւ մասնավորապես Շուշիի քաղաքին։ Միջազգային սիմպոզիումի նախաձեռնողը տարիներ հետո անկեղծանում է։ 1992 թվականին Շուշիին խոստացել էր վերադառնալ։ Վերադարձը միջազգային սիմպոզիումի տեսքով էր։ Այն միտված էր նաեւ աջակցելու Արցախի միջազգային ճանաչման գործին։ Նարեկ Սահակյան, Հայկ Բաբայան, օր